Մասիսի Դարակերտ համայնքի այս ջերմոցներում ժամանակին աշխատանքը չէր դադարում։ Այսօր սակայն այստեղ լռություն է, տասնյակ ջերմոցներ դատարկ են, իսկ դրանց մի մասը նույնիսկ այս սեզոնին չի շահագործվել։ Գյուղացիներն ասում են, ստեղծված պայմաններում գյուղատնտեսությամբ զբաղվելը այլևս ձեռնտու չէ։ Դեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այստեղ աճեցվում էր նազրվան տեսակի վարունգ։ Ջերմոցատերերի վստահեցմամբ միայն մեկ տնտեսությունը կարողանում էր ամսական մոտ 700,000 դրամ եկամուտ ապահովել։ Սակայն մեկ տարվա ընթացքում իրավիճակը կտրուկ փոխվել է, եկամուտները նվազել են, իսկ ծախսերը աճել։ Բրոկոլի ունենք 800 մետր ցանել էինք գարունը, որ պետք է ասենք 700-800 դրամով ծախենք, եկավ եղավ 400 դրամ, հետո միանգամից 200 դրամ։ Ու արդեն ինքը մեծացավ, դուրս չգնաց ապրանքը, մնաց ամբողջը հողամասի մեջ։ Ամենամեծ խնդիրներից մեկը գյուղացիների գնահատման արտադրանքի իրացման հետ կապված դժվարություններն են, երբ բերքը չի վաճառվում կամ վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով, արտադրողը հայտնվում է ծանր ընտրության առաջ։ Շատ դեպքերում լոլիկը պարզապես մնում է ջերմոցներում կամ թափվում, քանի որ դրա տեղափոխման եւ պահպանման ծախսերը հնարավոր եկամուտից շատ ավելի մեծ են։ Արտադրության ծախսերը տարեստարի ավելանում են, նշում են գյուղացիները։ Ջերմոցային տնտեսությունների համար զգալի ներդրումներ են պահանջում։ Սերմացու պարարտանյութ բույսերի պաշտպանության միջոցներ, ոռոգում, ջեռուցում եւ աշխատուժ։ Այս ամենին ավելանում է նաեւ հարկային բեռը։ Նրանց խոսքով բարձրացել են հողի հարկն ու գույքահարկը, ինչը լրացուցիչ ֆինանսական ճնշում է ստեղծում տնտեսությունների վրա։ 3 կիլոգրամ վարունգը արժե մի պաչկա սիգարետի, որովհետեւ գինը իջել է այնքան, որ ոչ մեկն էլ չի առնում։ Տանում ենք ապտովոյում 50-60 ռուբլի վերին գլուխը։ Էդել եթե որ հանձնենք, ծախենք լավ է։ Շատ ժամանակ հետ ենք բերում, թափում։ Արտահանումն է, ստեղ որ մարդիկ չեն ուզում, չեն առնում, չես կարող ասես էլի, ինչն է բան, բայց որ դուրս այն ժամանակ դուրս էր գնում, էլի լավ էր։ Ծախվում էր։ Մեծ ֆերմերները կտանեին, ասենք դուրս կհանեին, մենք ստե էլի մեր շուկայով յոլա կգնայինք, կլենտները կտանեին, յոլա կգնայինք։ Վարունգ էինք արել, չնայած չենք վառել, բայց դե էլի ծախս ես անում։ Դարձավ 50 դրամ, 60 դրամ։ Օրինակ ջերմատնային տնտեսություններին տրամադրվում է վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, որտեղ կարող են 1 հեկտար եւ ավելի մակերեսով ջերմատնային տնտեսություններ ունեցողները դիմել, ստանալ վարկեր եւ դրանցով օրինակ վճարել իրենց գազի, ջրի, էլեկտրոէներգիայի վճարները, կատարել պարտադիր վճարումները, համայնքային բյուջե հարկեր турքերի տեսքով աշխատավարձներ, դրան հավասարեցված վճարներ։ Ջերմատերերի հաշվարկներով որոշ տնտեսություններ արդեն կրել են 30-ից 100 միլիոն դրամի վնաս։ Այս պայմաններում շատերը հրաժարվում են նոր ցանկ կատարելուց։ Ջերմոցները դատարկ են մնում ոչ թե ցանկության բացակայության, այլ ֆինանսական ռիսկերի պատճառով։ Դարակերտում այս պատկերը ավելի սովորական է դարձել։ Տարիներ շարունակ գյուղատնտեսությամբ զբաղված ընտանիքները վերանայում են իրենց ծրագրերը։ Ոմանք կրճատել են արտադրության ծավալը, մյուսները ընդհանրապես դադարեցրել են գործունեությունը, սպասելով շուկայական պայմանների փոփոխությանը։ Քնարիկ Պետրոսյան, Անդրանիկ Ներկարարյան, ժամը լրատվական։